Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հակառակ կողմը հարգելի հեռուստադիտողներ վստահաբար կարելի է ասել որ եթե մեր քաղաքացիների զգալի հատվածը դեռևս մինչև 2018 թվականի իրադարձությունները ծանոթանար Նիկոլ Փաշինյանի հոդվածներին 90-ականներին 2000-ականներին գրած հոդվածներին որոնցում դոմինանտը հակաարցախյան քարոզն էր Եթե ծանոթանային հոդվածներին, որոնցում դեռևս 2000-ականներին միտքն էր դրվում, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի, ասում էր, ինչ վատ կլինի, որ մեր տարածքից, մեր ճանապարհներից օգտվեն Թուրքիան, Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, հասարակությունը 18 թվականին չէր գնա Նիկոլ Փաշինյանի ետևից, որովհետև այդ հայացքները, այդ արժեքային համակարգը, այդ մոտեցումները մարգինալ էին եւ հիմա էլ շարունակում են մարգինալ մնալ։ Նիկոլ Փաշինյանն էլ իմիջիայլոց դա շատ լավ հասկանում էր, դրա համար 2018 թվականին նա օրինակ շահագործեց Մոնթե Մելքոնյանի կերպարը, նույնիսկ արտաքին առումով։ Տեսեք, բայց եթե քաղաքացիները իրենք իրավունք ունեն առօրյա կյանքում ամենօրյա ռեժիմով 24 եւ 7 ռեժիմով քաղաքական կյանքով չապրեն, ապա Հայաստանի քաղաքական էլիտաները, որոնք օգտագործում էին Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ, իրենց իսկ նաև խոսքերով ֆինանսավորում էին Նիկոլ Փաշինյանի թերթը նրա գործողությունները, իրավունք չունեն այս ամեն ինչը չհասկանալ, այս ամեն ինչը չվերլուծել եւ չտանել մեզ մի իրավիճակի, երբ որ Նիկոլ Փաշինյանի կողմից գրված այդ հակառակ երկրի հակառակ կողմը գիրքը այդ իրողությունները դառնան մեր առօրյա կյանքը, դառնան մեր առօրյա իրականությունը, կրկին ասենք, եթե այս ամեն ինչը ճիշտ վերլուծվեր, մենք չենք հայտնվի այն իրավիճակում, որում հայտնվել ենք եւ այսօր էլ ստիպված չենք լինի խոսել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը եւս հակառակ կողմ ունի եւ այդ հակառակ կողմը ստիպված ենք վերլուծել։ Ինչի մասին է խոսքը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ընդամենը 3 Էստոնիայում էր, պաշտոնական այցով մեկնել էր Թալին եւ իթիվս այլնի Տալինում նա այցելում է կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրին, ծաղիկներ է խոնարհում, ինքն է խոնարհվում այդ հուշահամալիրի մոտ, բայց այս իրավիճակը այնքան անտրամաբանական է, այնքան անհեթեթ է, այնքան անհասկանալի է, որ նույնիսկ էստոնացի լրագրողները Նիկոլ Փաշինյանին հարցեր են ուղղում հետևյալի վերաբերյալ, ասում են ոնց է ստացվում, որ դուք օրինակ Եվրոմիության անդամակցության վերաբերյալ օրինագիծ եք ընդունում Հայաստանում, մյուս կողմից էլ մայիսի 9-ին մեկնում եք Ռուսաստան մասնակցելու հաղթանակի մեծ երկրորդ համաշխարհային պատերազմում տոնած հաղթանակի 80-ամյակի նվիրված այդ տոնակատարություններին նույնիսկ էստոնացի լրագրողների համար այս ամեն ինչը անհասկանալի է, բայց եկեք հասկանանք ինչու է Նիկոլ Փաշինյանը դա անում, այս աշխարհաքաղաքական շպագատը ինչի համար է անհրաժեշտ։ Մի կողմից դու դատապարտում ես կոմունիստներին, բայց ընդամենը 1-2 շաբաթ անց գնում ես Մոսկվա տոնելու այն հաղթանակը, որը ձեռք է բերվել նաև ի շնորհիվ կոմունիստների, կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո է ձեռք բերվել։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինքը շատ լավ գիտի Ռուսաստանի ազդեցությունը թե մեր տարածաշրջանում եւ թե ներհայաստանյան գործընթացների տրամաբանության մեջ եւ իրեն շատ կարեւոր է, իր համար շատ կարեւոր է կրկնել այն քաղաքական տրուկը, եթե կարելի է այսպես ձևակերպել, որը նա իրականացրեց 2021 թվականին։ Ինչի մասին է խոսքը։ Հարգելի է հեռուստադիտողներ, որպեսզի պատկերացնեք իթիվս այլնի ինչ էր տեղի ունեցել, միջև արտահերթ խորհրդարանական ընտրությունները ըստ օդում կախված լուրերի Հայաստանի Հանրապետության իշխանությունները ամենաբարձր մակարդակով, Ռուսաստանի Դաշնության իշխանություններին եւս ամենաբարձր մակարդակով առաջարկել են Հայաստանում բացել 4 ռուսալեզու դպրոց։ Տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ անսպասելիորեն ԿԳՄՍ-ն տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանին, ինքն էլ երևի նեղսրտած ներկայացնում է դա Ռուսաստանի իշխանությունը, որ Ժորժ ջան, անհնար է Հայաստանում բացել ռուսալեզու դպրոցներ, որովհետև դա հակասում է մեր պետական օրենսդրությանը։ Զարմանալի չի լինի, եթե մոտակա շրջանում սպասվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ռուսական կողմին առաջարկի օրինակ հատուկ զարգացման կենտրոններ բացել, Սիրիուսի նման զարգացման կենտրոններ բացել եւ ուսումնասիրելով ռուսական փորձը ինտեգրել Հայաստանում եւ ինչ-որ կրթօջախներ բացել երեխաների համար։ Չզարմանաք, որ այս տեսակ տեղեկություններ մոտակա շրջանում սպասեք։ Ավելին, տեսեք, զարմանալի չի լինի, եթե բացի Վալենտինա Մատվիենկոից Հայաստանի Հանրապետություն
մոտակա մի քանի շաբաթների ընթացքում այցելեն Ռուսաստանի Դաշնության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ Սերգեյ Լավրովը։ Չզարմանաք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները փորձելու են այս իրողությունները ներկայացնել որպես ապացույց նրա, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները շատ բարձր են գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, բարեկամությունը, եղբայրությունը երկու ժողովուրդների միջև, բայց մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ հիմա արդեն ակնհայտ է, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, եթե այս իշխանությունը վերարտադրվի, ինքը որ ուղղությամբ է գնալու, հերթական անգամ արձանագրենք ճշմարտության կարևորագույն չափանիշը փորձն է։ Իսկ փորձը ինչ է ցույց տալիս։ Եթե նույնիսկ մենք մի կողմ ենք դնում բոլոր այն հակառուսական քայլերը, որոնք իշխանությունները արել են սկսած 2021 թվականից, եւ փորձենք վերլուծել մեն վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը, մասնավորապես Եվրոմիության անդամակցությանը վերաբերվող օրինագծի ընդունումը, մենք կարող ենք հիմա էլ ֆիքսել, որ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերարտադրվել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ապա ակնհայտ է այն ուղղությունը, որով պաշտոնական Երևանը շարժվելու է այդ ընտրություններից հետո։ Արտաքուստ իշխանությունները փորձել են ներկայացնել, որ մենք գնում ենք դեպի Եվրոմիություն, բայց եթե մենք ինքներս մեզ չխաբենք, մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ մեզանում Եվրոմիությունը կամ հավաքական արևմուտք ասածը ներկայացված է Թուրքիայով։ Այսինքն լինելու է հետևյալ իրավիճակը. իշխանությունները միջև ընտրությունները տարբեր խոսակցություններով, խոստումներով, քայլերով, այցերով փորձելու են շահել Ռուսաստանի իշխանության լոյալությունը, բայց ահա ընտրություններից հետո, եթե կարողանան հասնել իրենց նպատակին, իրենք ել ավելի են արագացնելու Հայաստանի ինտեգրումը թուրքական աշխարհին, դա իր հերթին նշանակելու է հետևյալը, որ ունիկալ իրավիճակ է ստեղծվելու, երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պահում են Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ի շնորհիվ Ռուսաստանի հետ շատ սերտ տնտեսական կոոպերացիայի, այդ տնտեսական կոոպերացիայից եկած գումարները օգտագործելով հակառուսական քարոզ են հետագայում նաև իրականացնելու, փորձելու են ներկայացնել, որ Թուրքիան իրականում մեր համար ոչ միայն հարևան է, այլ նաև դաշնակից, իսկ Ռուսաստանը օկուպանտ, եւ վերջնարդյունքում մենք գալու ենք մի իրավիճակ, երբ որ ռուսական փողերով Հայաստանում ֆինանսավորվելու է հակառուսական քարոզը, որի վերջնարդյունքը լինելու է այն, որ Ռուսաստանի ռազմավարական հակառակորդ կամ էլ թշնամի Թուրքիան դառնալու է ոչ միայն տարածաշրջանի աշխարհաքաղաքական օպերատոր, այլ նաև Հայաստանի Հանրապետության փաստացի օպերատորը։ Սա է Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հակառակ կողմը։ Մտածեք այդ մասին։